Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերումն է Անտապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք Ազատ քաղաքացի հասարակական կազմակերպության նախագահ քաղաքական վերլուծաբան Հովսեփ Խուրշուդյանի հետ։ Ողջույն եմ, պարոն Խուրշուդյան, շատ շնորհակալ եմ, որ ընդունել եք հրավերը։ Պարոն Խուրշուդյան, ինչպես եք տեսնում այս թնջուկի Նիկոլ Փաշինյան, Գարեգին կաթողիկոս, այս թնջուկի վերջը, վաղվա պատարագն էլ Հովանավանքում մինչ այժմ տեղի ունեցածին գումարած։ Կտրիչը պետք է հեռանա։ Պետք է թողնի այդ գահը կաթողիկոսական, որը 99 թվականի հոկտեմբերի 27-ին հայտնի հանգամանքներում զբաղեցրեց։ Ուղիղ 36 տարի առաջ, ինչքան է գալիս, թե 26 տարի առաջ։ 26 տարի առաջ։ Ուղիղ 26 տարի առաջ նա ոչ արդար պայմաններում, ոչ մրցակցային պայմաններում, խայտարակ խախտումներով կարգվեց որպես կաթողիկոս։ Եվ ոնց որ կարգվեց, տենց էլ շարունակեց պաշտոնավարել, սերտաճելով քրեա օլիգարխիայի հետ։ Նախ Ռոբերտ Քոչարյանի օրոք, հետո Սերժ Սարգսյանի օրոք։ Եվ մենք տեսնում ենք, ինչ արատներ զարգացան իր պաշտոնավարման օրոք հայ առաքելական եկեղեցիում։ Դա վերաբերում է յուրաքանչյուր քաղաքացու, Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու, որտեղ անկախ նրանից հավատացյալ է, հավատացյալ չի, ինչ հավատ ունի, առաքելական եկեղեցու հետևորդ է, թե ասենք բողոքական է կամ կաթոլիկ է կամ որևէ այլ հավատի կամ ագնոստիկ է կամ աթեիստ է, բոլորին վերաբերում է այն, ինչ կատարվում է այսօր հայ առաքելական եկեղեցում, որտեղ հայ առաքելական եկեղեցին դարձել է գործիք ռուսական կայսրության ձեռքում Հայաստանի Հանրապետության դեմ եւ Հայաստանի քաղաքացիների դեմ։ Հիբրիդային պատերազմում են օգտագործում, ներքաղաքական պայքարում են օգտագործում, ամեն ինչում օգտագործում են։ Մենք տեսնում ենք նույն նարատիվները, որ տարածում է եկեղեցին, ինչ որ Կրեմլին է տարածում։ Եվ մենք տեսնում ենք նաեւ աջակցությունը Կրեմլի եկեղեցուն, որ նաև հեղափոխությունից հետո է արտահայտվել, ես դրա մասին խոսել եմ, եւ Պուտինի անմիջական միջնորդությամբ է, որ ուրեմն Նիկոլ Փաշինյանը որևէ կերպ չի աջակցել հայտնի շարժմանը Նոր Հայաստան, Նոր Հանրապետ, որով պետք է նաև եկեղեցում փոփոխություններ լինեն։ Ամբողջ երկրում փոփոխություններ եղան, բացի եկեղեցուց։ Կոնսերվացրեցին նախկին քրեա օլիգարխիան, որ գոնե այդտեղ իր դիրքերը պահպանի, որ Ռուսաստանը գոնե այդտեղ իր դիրքերը պահպանի։ Նո մեկ էլ դատական համակարգն է մասամբ, որ դեռ դանդաղ են կարողանում վերափոխել եւ մի զգալի մասը դատավորների էլի ենթարկվում են նախկիններին։ Հիմա այս վիճակում շատ վտանգավոր է մտնել նախընտրական փուլ, այսպիսի արատավոր համակարգ ունեցող ինստիտուտով, ազգային ինստիտուտով, ինչպիսին հայ առաքելական եկեղեցին է։ Ուստի պետք է լուծում գտնվի եւ լուծումը կտրիչի հեռանալն է։ Ինչպես։ Ինչպես է արդեն վերաբերում է այն մեթոդաբանությանը, որը որ իշխանությունն է փորձում կիրառել եւ ես նաեւ մեր վերլուծաբաններից լսեցի Հրայր Մանուկյանի առաջարկը, շատ հետաքրքիր էր։ Ինքը քաղաքագետ է եւ եվրոպական լավագույն բուհերում է նաեւ դասավանդում։ Ինքը ասում է, որ կարեւոր է ժողովրդի կողմից ճանաչումը, հատկապես այսպիսի ինստիտուտի ղեկավարի դեպքում ճանաչումը առանցքային հանգամանք է։ Այսինքն հայ ժողովուրդը ճանաչում է այս մարդուն որպես կաթողիկոս, թե չէ։ Ինչ որ ձևով դա պետք է պարզվի։ Ինչպես է չափվում այդ ճանաչումը։ Հիմա ասեմ, օրինակ, երբ որ ինչ որ քաղաքական ուժ կոչ է անում, որ գնանք պաշտպանենք կաթողիկոսին եւ այլն, եւ 7000 մարդ են ընդամենը այդ կոչով կարողանում հավաքել տանել Էջմիածին, այդ 7-ն էլ չի տանում բնականաբար դա կեսը զորով տարա, բայց այդ 7000-ն էլ ոնց է հավաքում, հետո պարզվում է ձայնագրություններից 10000 դրամ կաշառքներով։ Ներողություն, քաղաքական ուժ ասեցիք դուք, բայց խոսքը գնում է ժողովրդի մասին։ Եթե քաղաքական ուժն է դա դե ինչ որ մեկը պետք է կազմակերպի։ Ինչ որ մեկը պետք է կազմակերպի, կամ քաղաքական ուժը պետք է կազմակերպի, կամ եկեղեցին ինքը պետք է կազմակերպի։ Եկեղեցին ինքը բարբերաբար փորձում է կազմակերպել։ Այդ թվում, երբ որ Աչապահյանը վազեց գնաց Էջմիածին, որ իբր այնտեղ կարողանա պատսպարվի, տեսանք, չէ, մարդիկ գիտեին, որ ինքը այնտեղ է, ոչ մեկ չգնաց իրեն պաշտպանելու, մի քանի տասնյակ հոգուց բացի։ Նույնը տեղի ունեցավ նաև հայտնի այդ զանգեր ղողանջել եւ այլ Գյումրիում, երբ որ Վարդանիկին գնաց ուրեմն հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալելու,
Զանգերը ղողանջեցին, ասենք եկեղեցին սկսեց զանգեր, ասենք ամեն կրիմինալի համար եկեղեցին զանգեր է ղողանջում եւ ժողովուրդը չի գնում պաշտպանելու։ Բացի այդ Վարդանիկի շրջապատից էլի մի քանի տասնյակ հոգուց ոչ մեկ չգնաց պաշտպանել, այսինքն ժողովուրդը չի ճանաչում այդ մարդկանց որպես հեղինակություն։ Ոչ ճակերտավոր Սուրբ Վարդանիկին, ոչ էլ այն մնացած կեղծ, ուրեմն պաշտոնյաներին եկեղեցու։ Եկեղեցում կան նորմալ հոգեվորականներ, որոնք որ իրենց տեղում են, եւ որոնք արդեն սկսել են ըմբոստանալ եւ շատ լավ է վերջապես ձայները լսեցինք, որ ըմբոստանում են, որտեղ տեսան, որ կա նաեւ հանրային պահանջ այդ ըմբոստացման եւ եկեղեցու արատները ներկայացնելու հասարակությանը, գիտեք, այդ որ ասում է եկեղեցու ներքին գործերն է, ինչ կուզենք կանենք, այդպես չի կարող լինել։ Դա քրեակատարողական հիմնարկ չի նույնիսկ, չնայած այնտեղ էլ ինչ ուզեն անել, ուրեմն չի անցնում։ Հասարակության արժե բոլորը հաշվետու են, որտեղ հասարակությունը նաև հավատացյալներին է վերաբերում, բայց ելի եմ ասում, նաև վերաբերում է յուրաքանչյուր քաղաքացուն։ Յուրաքանչյուր քաղաքացի ուզում է իմանա, այդ եկեղեցին հայ ժողովրդի շահին է սպասարկում այսօր, թե այդ ինստիտուտը զավթված է մի խումբ մարդկանց կողմից, որոնք որ լրիվ Հայաստանի դեմ են գործում։ Բայց յուրաքանչյուրիս է վերաբերում, եթե կարողանալու են ռևանշ կազմակերպեն Կրեմլի կրիենկոները հայ ժողովրդի դեմ եւ եկեղեցուն դրա մեջ օգտագործելու են, բա քաղաքացիները չիմանան, հնարավոր է դա անել, թե պետքա կանխել դա։ Հիմա իշխանությունը փորձում է դա կանխի։ Եվ շատ լավ է անում, որ փորձում է կանխի, լավ է անում, որ աջակցում է այն հոգեվորականներին, որոնք որ ուզում են մաքրեն եկեղեցին այս արատներից եւ այդ արատների կրողներից, կոռուպցիայից սկսած, միջև էլի եմ ասում օտար շահերին սպասարկումը, հա։ Էլ բարոյական դաշտերն, սեռական բաների մեջ չեմ էլ ուզում մտնել, հա, որտեղ դա արդեն կուսակրոն քահանաների համար արդեն պրակտիկա է դարձել, անկախ նրանից ով ինչ սեռական կողմնորոշում ունի, հարցը այդ չի։ Եվ լավ է, որ վարչապետը շեշտադրում արեց, որ կուսակրոն քահանան, որ հրաժարվել է սեռական կյանքից ընդհանրապես, նվիրել է իրեն եկեղեցուն։ Այդ ոնց է աճ ու ձախ ինչ որ լուրեր ենք իմանում, մեկը սիրուհիներ ունի, մեկը սիրածներ ունի, մեկը աղջիկ ունի, մեկը էս ունի, այն ունի, գնացեք բան արեք էլի, հենց կիսակրիմինալ սխոդկայի մասնակիցներ եք դուք, ոչ թե բան այդ նաև կրիմինալ ձեր պահվածքը հաշվի առնելով, կոռուպցիոն ձեր կապերը հաշվի առնելով, ոչ թե կուսակրոն քահանաներ եք։ Պարոն Խուշուջյան, այստեղ դուք ձևակերպում ասեցիք, ներկայացրեցիք, ասեցիք լուրեր են տարածվում, գուցե փաստեր, տեսեք գործակալ լինելու փաստը պետք է հաստատվի, այդ ձեր ասած եւ Փաշինյանի ասած այդ ինչ որ ինքը ասում էր, չպետք է լուրերի հիման վրա ճիշտ է լինի, այսինքն որպեսի քաղաքացիները հասկանալի է, ձեր հարցը հասկանալի է, եթե լուրերը տարածվում են եւ չեն հերքվում, այսինքն ով չի գիտի որ կաթողիկոսը կին ունի, աղջիկ ունի։ Հա, լուրերը, հիմա կարող ենք ասել լուրերը, այդ չեն կարող ապացուցել, ոչ չեն կարող ապացուցել։ Ինչու չեն կարող, հենց էտա։ Բոլորը գիտենք, որ ապացուցել։ Կարող ենք, հասցեով գիտենք, այդ մարդը ով է նույնիսկ գիտենք։ Իր աղջիկը գիտենք ով է։ Գիտենք ինչ է տիրապետում, ինչ խանութ ունի, որտեղ աշխատում։ Լավ, գործակալ լինելու փաստը։ Եզրասի մասին էր խոսվում, չէ՞, ԿԳԲ-ի գործակալ լինելու փաստը։ Այսինքն հարցս հետեւյալն է։ Ոչ միայն Եզրասի մասին, Եզրասի մասին վարչապետը ասեց։ Իսկ հոգեվորականները այդ թվում այս պարոնի գավազանակիրը, կտրիչի գավազանակիրը նախքին Խորեն Սրբազանը, որը որ հիմա արտասահմանում է հիմնականում բնակվում, ինքը ասում է, որ հենց Գարեգինին դուրս են հանել Գերմանիայից, արտաքսել են ժամանակին, երբ որ ինքն դասովորում էր ԿԳԲ-ի հետ կապերի համար։ Կներեք, բայց ով չգիտի, որ ԿԳԲ-ն օգտագործել է եկեղեցին, դա արդեն բաց արխիվներից մեզ հայտնի է, ոչ միայն հայ առաքելական եկեղեցուն, ուկրաինական եկեղեցուն, Մերձբալթյան բոլորին էլ օգտագործել է որպես արտասահմանում գործակալներ, տանող բերողներ, ինֆորմացիա, փաթեթներ, տանող բերողներ, հիմա ընդամենը հաստատվում է, այս մարդիկ մենակ խորեն չէ, նաև էլի մարդիկ կան, եկեղեցականներ ասում են, հա, մենք գիտենք, որ ժամանակին ինչ որ փաթեթներ էր ԿԳԲ-ն տալիս, ասում էր կտանես, այս ինչ մարդուն կտաս, որովհետև որևէ հոգևորականի դուրս չեն էլ թույլ տա գնար, չէին թույլ տա դուրս գնար, եթե իրենց գործակալը չէր։ Լավ, հիմա փաստ ասելու, այդ էլ է փաստ, դա փաստ է։ Ուզում ասեմ, այդ լյուստրացիա, որ ասում են, եկեղեցու նման ինստիտուտում հնարավոր է այդ լյուստրացիան անել, որպեսզի այո, պարզել, բացահայտել եւ փաստերով։ Իհարկե հնարավոր է։ Բայց իրանք ինչ են ուզում։ Ուզում են անպայման լյուստրացիա լինի, այդ աշխարհով մեկ մի հատ ալիք դուրս գա այս խայտարակության մասին։ Դե արդեն աշխարհը տեսնում է, օրինակ Փաշինյանի վերջի ելույթը աշխարհը չէր լսում։ Հələ ընդամենը Եզրասի մասին է խոսքը։ Իրանց պետքա որ անպայման այդ լրիվ եպիսկոպոսած խավի 50, 60, 70, 90% պարզվի, որ ԿԳԲ-շնիկ են եղել, որ նոր գոհ լինեն։
Ախր դա այնքան հեշտ է, այդպես չի, որ ասում են արխիվները տարել են KGB-ն ժամանակին 93 թվականին KGB-ն ստեղից եկավ իր սովետական արխիվները տարավ, թե այն ժամանակ ընչի Լևոն Տեր-Պետրոսյանն ու Դավիթ Շահնազարյանը թույլ տվեցին, դա էլ իրենց կհարցնեք։ Տարան, հա, չնայած ինչ որ բաներ ամեն դեպքում մնացել է, բայց հոմենակ այդ արխիվները չի։ Կան նաև աշխատակիցներ այդ համակարգի, որոնք դեռ ողջ են շատերը եւ որոնք կարող են վկայություններ տան։ Կան մեր գործընկեր արևմտյան երկրների, որոնք նախկին սոցճամբարի անդամներ են եղել, հետխորհրդային երկրներ են եղել, ոնց որ Բալթյան երկրները, այդտեղի արխիվները կան, այդտեղի վկայությունները կան։ Վերջի վերջով պատահական չի, չէ, որ տարբեր երկրներում նախկին KGB գործակալները բացահայտումներ են անում, այդ թվում Հայաստանի մասով։ Լիտվինենկոն երբ որ ասում է, որ Գերեուն է կազմակերպել հոկտեմբերի 27-ի սպանդը, պատահական հո չի։ Երբ որ Կալուգինը ասում է, ոնց են Դաշնակցությանը իրանք վերբով կարե վերնախավին, հո դա բան չի, այդ ինչի ուրիշ տեղերի մասին չասեցին, հենց Դաշնակցության մասին, հատուկ ուզում են վնաս տային Դաշնակցությանը, Դաշնակցությունը մի հատ բյուրեղի ազգային կառույց է, ինչ որ Կալուգին որոշել է այդ բյուրեղի ազգային կառույցին վնաս տալ, կեղծ ինչ որ տեղեկություններ տան սուտ ասի, ոչ, մարդը ինչ ունեցել է ինֆորմացիա, դա դրե հրապարակել է։ Դաշնակցությունը նույն տարբեր եկեղեցական թեմերի վրա ազդեցություն չգիտենք որն է, Անտիլիասի կաթողիկոսանի վրա ազդեցություն դաշնակցության չգիտենք որն է, իսկ գուցե այդ շշափուկները KGB-ի նաև հասել են Անտիլիաս։ Իդեպ Անտիլիաս ասեցի, Կարամ կաթողիկոսի վերաբերմունք արդյոք պարզ է։ Պարզ չի։ Գիտեք, տպավորությունը այնպեսին է, որ Հայաստանի իշխանությունները ուզում են գնան Լևոն Տեր-Պետրոսյանի մեթոդաբանությամբ, որը ճիշտ մեթոդաբանություն էր մեծ հաշվով, անկախ անձերից երբ որ վերանանք, հա, որ չգիտենք ով է, ով ում է ծառայում, ով է KGB-շնիկ, ով KGB-շնիկ չի, բայց համենայն դեպս երկու եկեղեցի առաքելականը չի պետքա գոյություն ունենա։ Դա նոնսենս է։ Դա կարող է լինել, երբ որ Հայաստանը բռնազավթված էր Կարմիր 11-րդ բանակի կողմից, եւ այստեղ անկախ իրոք ժողովրդին սպասարկող եկեղեցի չենք կարող ունենալ ապրիորի։ Պետք է լիներ KGB-ի վերահսկողության տակ KGB-ի հետ համագործակցող։ Դրա համար է դրսի հոգեվորականները եւ ոչ միայն հայ առաքելական եկեղեցի, շատ այլ նաեւ կրոնական ներկայացուցիչներ, ուղղափառներն էլ ունեին եւ այլն, սա դրսում առանձին իրենց կառույցներ ստեղծեցին, որ չծառայեն մոնստրին, տոտալիտար սովետական միության մոնստրին։ Իդեպ այսքանի օրը մեր բռնադատված մեր հայրենակիցների հիշատակի օրն է եւ Կասկադում 29-ին ամսի, չէ՞, 29-ին Կասկադում մեմորիալն է կազմակերպում։ Ես չգիտեմ ուղղակի հայ իրավապաշտպանները այտենց բան ունեն, ավանդույթ ունեն կազմակերպել թե չէ, բայց ամենայն դեպս ունեն, այդ օրել կա, այդպես գնում հավաքվում են։ Մեմորիալը եւ Կավչեկ այդ երկու կազմակերպություններն են բանանում ժամի 9-ին, ամսի 29-ին։ Հա, բայց ամենայն դեպս ուղղակի Կասկադում, հա, այնտեղ մեր բան կա, հուշահամալիր կա, հա։ Լավ։ Հիմա տեսեք, այդ ամեն ինչը բոլորին հայտնի է, հա, եւ դրա համար այն ժամանակ բաժանվել է այդ երկու եկեղեցիները։ Բայց հիմա Հայաստանը անկախացել է։ Լավ, ասենք Հայաստանը անկախացավ, այն ժամանակ էլ վստահ չէին Անտիլիասում, որ հələ այդ KGB-ի շշափուկները, Ռուսաստանի ազդեցությունը հələ կար, բայց ամենայն դեպս Լևոն Տեր-Պետրոսյանը փորձ ձեռնարկեց եւ պայմանավորվել էր իդեպ, պայմանավորվել էր Անտիլիասի կաթողիկոսարանի հետ, որ Գարեգին առաջինին կբերի մարտիկով, չգիտի, չխառնեն այս կտրիչի հետ, հա, սա անունը Գարեգին B էր, մեկը Գարեգին առաջինն էր։ Այն մեկը շատ պարկեշտ, նորմալ հոգեվորական էր իդեպ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը հրավիրեց, ասեց արի, քանի որ Վազգեն առաջինը մահացել էր, իր տեղը քեզ ընտրենք, հանրույթն էլ կաջակցի, որտեվ նաև գիտեք, ավազանն է նաև ընտրում կաթողիկոսի, միայն հոգեվորականները չեն ընտրում։ Բայց այդ հիմքով միավորենք այդ երկու եկեղեցիները, մի եկեղեցի դառնա կենտրոնը իջմիածին։ Համաձայնվել են այնտեղ։ Բայց երբ որ Գարեգին առաջինը եկավ դարձավ կաթողիկոս, այնտեղ հանգարց վիզիտիլի դաշնակների ճնշման տակ նորից փոշմանեցին եւ Արամ առաջինն է, չէ՞, կարծեմ, հա։ Ընտրեցին կաթողիկոս։ Էլի ունեցանք երկու կաթողիկոս, հա, խաբեցին։ Լավ, հիմա նույն ձև Նիկոլ Փաշինյանը ենթադրում եմ, որ քանի որ պատվիրակ եղավ, հատուկ եկավ, օրհնանք բերեց Արամ կաթողիկոսի կողմից օրհնանք բերեց, նվեր բերեց եւ այլն, ենթադրում եմ ինչ որ քննարկումներ գնում է, որ այս կտրիչին ճամփու դնենք, նորմալ կարգի բերենք եկեղեցին, թող Արամ առաջինն էլ գա համեմատաբար ավելի բարձր հեղինակություն ունի, քան այս կտրիչը, չնայած էլի ես առանձնապես մեծ հարգանք չունեմ այդ մարդու հանդեպ, իր վարքագիծը տեսնելով հրապարակային, նաև տեղյակ լինելով իր ոչ հրապարակային ինքնություններից, սենց ասենք, հա։
Բայց ամենայն դեպս, քանի որ ինչ որ հեղինակություն ունի, գոնե բերեին կաթողիկոս նշանակեն, ես ենթադրում եմ, որ այդպիսի խոսակցություններ է, բայց ոնց որ թե էլի դաշնակցությունը ճնշել է, թե այսինչ խոսակցությունների մեջ է Նիկոլ Փաշինյանի հետ եւ սկզբից դրական էր, ոնց որ թե ուղերձներ են կողմից օրհնանք, նվեր եւ այլն, բայց հետո ինքը սկսեց էլի պետությունը կործանվում է, չգիտեմ ինչ, ինչ-որ բաներ սկսեց խոսալ, քաղաքական էլի գնահատականներով, ենթադրում եմ չստացվեց այդ բանը, եւ ես նույնիսկ ուրախ եմ, որ չստացվեց, հա, շիլը նամիլը են, որ ասում է իրանց շեֆերի լեզվով ասած չեն փոխում։ Հիմա նույն տարբերակով, եթե Հրայր Մանուկյանի առաջարկն անցնում, այսինքն հայ ժողովուրդը վերջո ինքը որոշում կայացնի, այսինքն ավազանը հավատացյալների ամբողջությունը, իդեպ շատ կարևոր է, որ նաև հավատացյալների դերը, համայնքի դերը մեծ լինի այս կարգի հարցերում, որտեվ երբ որ եկեղեցին էլ սովետական հատկապես շրջանում դարձեցին կենտրոնաձիգ մի հատ կառույց, տոտալիտար, եւ պատահական չի, որ նաև ինքը գիտեք ինստիտուտն էլ է տրամադրում, նախատրամադրում այդ անհատներին, ովքեր այդ ինստիտուտի վերևը կանգնած են, ինչ որ իշխանության կենտրոնացման, ավտորիտար մեթոդների, այդ ամբողջը փոխկապակցված է։ Եվ նորմալ այնպիսի մարդու նաև առաջադեմ մտածողությամբ երիտասարդ եւ գոնե ներողություն արտահայտության համար Աստվածաշունչը կարդացած մեկին գոնե խոսալու ունակություն ունեցող լեզուներով, տարբեր լեզուներով խոսալու ունակություն ունեցող մեկին ներողություն եւ նման պայմաններում իհարկե տեսանելի են մի քանի հոգեվորականներ, այս նույն այս Արամ Սրբազանը եւ այլն, որոնք կարող են այդ դերը ստանձնեն եւ վաղվա նաեւ արարողությունից կերևա հասարակական աջակցություն կա թե չկա, որտեվ եթե վարչապետը գնում է մասնակցի, ենթադրում եմ, որ ինչ որ բազմություն նաեւ կմասնակցի եւ դա կարող է որոշակի հոգեբանական ինչ որ ճեղքում առաջացնել իրավիճակում։ Դե հիմա Հուդա, Քրիստոս, գիտեք ինչ թեմաներով են ժողովրդին ռոպագանդայի մեջ մտցնում։ Մեկը հարցնի էլի նույն այս կտրիչին։ Դու որ Հուդա բառն ես ասում, ներ բառն ես ասում, կամ դու կամ քո եպիսկոպոսները։ Գոնե տեղյակ եք ինչի մասն եք խոսում, կարդացել եք, թե կինոից տեսել եք, որ տենց բան կա, ինչ որ Հուդա կա, ինչ որ ներ կա, ինչ որ կինոից իմացել եք։ Կինոից պատկերել են բերում, որ շատ նման է։ Ահա լրիվ այդ վիճակն է։ Ես պահանջում եմ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որ այս մարդիկ մի հատ քննություն տան, մի հատ քննվեն իրանք ուղղակի ինչ որ մի հոգեվորական կա հարցեր տա, Աստվածաշնչից, նոր կտականից, հին կտականից, հարցեր տա, այս մարդիկ պատասխանեն։ Չէ, դե պարզ համեմատություն է, Հուդա հավասար է դավաճան, Քրիստոսը։ Դե այդ եմ ասում, դրանից հեռու ուրիշ բան չէ պատկերացնում, բայց այնտեղ լուրջ խորքային բաներ կա։ Դիսկուրս չի ծավալում, այն օրը հոգեվորականներից մեկն էր, հետարքիր բան ասում, գործող էր թե նախկիներ չեմ հիշում, ասում է բոլոր եկեղեցիներում քննարկում կա, հոգևոր թեմաների շուրջ քննարկում կա, անհամաձայնություններ կա, ինչ որ ռեֆորմներ են փորձում անեն, անկալումները, ոչ ու դարը փոխվում է, անկալումները փոխվում են։ Մեր մոտ ինչի չկա, գիտեք ինչի չկա, որտեղ ոչ մեկ մեր այսօր գործող հոգեվորական մեծ մասը ամենայնպես վերնախավը, այդ եմ ասում մեծ մասը խորացած չեն այդ հարցը, ովքեր որ տոն են թելադրում, ովքեր որ բարձր պաշտոններ են զբաղացնում եկեղեցում, խորացած չեն այդ թեմաների մեջ, որ մի հատ էլ քննարկեն այդ թեմաներից ինչ որ որն է այս ընկալմամբ ճիշտ, որն է այն ընկալմամբ ճիշտ։ Ես նաև ձեր եթերում եմ խոսել, որ մի քանի տարի առաջ դե նախորդ բանը ուրեմն Հռոմի Պապը տերունական աղոթքի մեջ փոփոխություն է մտցրել։ Տեսեք ինչ առանցքային տեկտոնական փոփոխություն է տեղի ունենում, որովհետև Աստծո ընկալման փոփոխություն տեղի ունեցավ։ Դա լրիվ ֆանտաստիկ ուղղակի փոփոխություններ։ Ինչ է ասում, ասում է դե առաջ որ ասում է մի տանիր զմեզի փորձություն, ասում է չի կարա Աստված տանի քեզ փորձություն, որովհետև դու իր զավակն ես, ինքը իր սեփական զավակին փորձան չի տանում։ Դու պետք է իրան խնդրես, որ ինքը թույլ չտա, որ դու գնաս փորձություն, այսինքն կոպիտ ասած սատանան քեզ տանի փորձություն, ինքը թույլ չտա։ Դա պետք է խնդրես, ոչ թե ասես, ես գիտեմ, որ դու փորձության տանող ես, այսինքն սատանայի ֆունկցիա ես կատարում, բայց խնդրում եմ քեզ մի տար։ Ասում է չի կարա տենց բան լինի ու փոխեց։ Ու ընդունվեց դա կաթոլիկ աշխարհում դա ընդունվեց։ Հիմա հարցը ինչ է, դա ճիշտ է, սխալ է, Եվան, այդ հարցերը դավանաբանական եւ կրոնական քննարկումների հարցը։ Ենթարկում։ Մի խոսքով այո, դա
քննարկման հարցը, նուրբ թեմա է։ շերտեր կա, որովհետև իրականում, եթե 5 կտակարանյան Աստված ենք վերցնում, շատ են ինքը փորձության տանող էր։ Ինքը ներեք ինքը բանին էլ էր, Աբրահամին էլ փորձության տարած, Իսահակին տարել էր արդեն մորթելու էր սեփական երեխուն, ինչա թե վիդիցիլը Աստվածը ասելա տար մորթի։ Հետո վերջում ասես ինչ ես անում։ Պարզվում է ինքը մի հատ էլ հարցնում է ինչ ես անում։ Ասում ո՞նց ինչ եմ անում։ Դու ես հանձնար, եկել եմ մորթ եմ երեխուս։ Ասում չէ, դա լավ, մալադեց, որ ինձ այդքան վստահելով նույնիսկ պատրաստ ես երեխուց զորաբերես, բայց մի արա։ Այդ աստծո այդ պատկերացումներ ա եղել 3000 տարի առաջ այն ժամանակվա հрьяաների մոտ, որոնցից հիմա այսօրվա ժամանակակից առաջադեմ հрьяաներն են հրաժարվում։ Լավ, հիմա ասում ենք այդ թեմաներով չեմ ուզում շատ խորանանք, բայց ուզում եմ ասեմ, տեսեք ինչ քննարկումներ ա գնում, բայց մեր եկեղեցում լսել եք մի անգամ տենց քննարկում գնա։ Մեր եկեղեցականները մաքսիմում աղոթների ժամանակ ասում են, բա մեզ պետքա փող տաք, որ մենք թագավորի պես ապրենք։ Բայց եթե չեք ուզում բիզնեսով զբաղվենք, պետք է մեզ փող տաք։ Էդ է քննարկումը մեր եկեղեցականների։ Հետո ուրիշներն ասում են ներ, իսկ կա ները դուք եք, եկել եք բռնազավթել եք եկեղեցին, հոգևորականներից փող եք կորզում ու ուրիշներն էլ շուտ դասեր են տալիս։ Եթե կարելի է, շնորհակալ եմ առաջին հարցին պատասխանելու համար, երկրորդ թեման։ Ձեր Facebook-յան էջից եմ դուրս բերել, ձեր հարցն է։ Ախր ոնց կլինի այսպես, պարոն Նիկոլ Փաշինյան ասում է Հովսեփ Խուշուձյանը։ Մի կողմից մեղադրում եք Եզրասին ԿԳԲ-ի գործակալնելու մեջ, մյուս կողմից ձեր ենթակա ԱԾ-ն այսքան ահազանգելուց հետո շարունակում է երիտասարդ քաղաքացիներին ուղարկել FSB Ռուսաստանի FSB-ի բուհերում սովորելու, որտեղ նրանցից շատերին հավաքագրելու մեծ հավանականություն կա։ Այո, Հարց եք եւ բարձրացրել։ այդտեղ հակասություն կա դրա համար էլ այդ հարցը բարձրացրել եմ։ Եվ կներեք, մենք չենք պատրաստվում աչք փակել նաեւ իշխանությունների այս հակասական քայլերի վրա, ոչ հետեւողական քայլերի վրա։ Հիմա չգիտեմ, մեկն է գրել էր, որ դե մեկը չեն կարա այնտեղ սովորեն, որտեղ Ռուսաստանի օրենքներով միայն Ռուսաստանի քաղաքացիներ։ Չէ, եթե ուղարկում են, ուրեմն հենց է դա։ Հիմա գնում եք սովորել։ մեկն էլ ասի, եթե հայտարարությունը կախած ամեն դեպքում ԱԱԾ-ի կայքում, ուրեմն ակտուալ է, չէ՞։ Կարող է 2 տարի առաջվա հայտարարություն միջև հիմա կախված է, բայց էլ չեն ուղարկում։ Չկա այտենց բան իմ կարծիքով, կա հերք էին գոնե։ Երեք եմ դրել, հələ ոչ մի հերքում չեմ լսել այդպեսի։ Ուզում ասեմ, դա նոնսենս է, հասկանում եք, ասենք մի ձեռքը չգիտի, մյուս ձեռքը ինչ է անում։ Ես չեմ ասում, հենց Նիկոլ Փաշինյանն հանձնարարել, որ ուղարկեն FSB սովորելու։ Ես ասում եմ, որ ձեր ենթակա կառույցը այսպեսի բան է անում, դուք տեղյակ եք, որ դուք ասում եք նրան մեղադրում եք KGB-շնիկ ելնելու մեջ, այս մյուս կառույցը երեխեքին ուղարկում է այդ նույն KGB-ում սովորել, ու KGB-ում չի, դա KGB-ի ժառանգորդ հանդիսացող FSB-ում է, կրթություն ստանալու, որտեղ պարզ է, չէ, փորձելու են վերբով կանեն այդ երեխեքին։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։ Երասա ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ Գլենդել։ Ջաքփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջաքփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252 Ջաքփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։
Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն ամփոփող, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Մյուս թեման ադրբեջանցիներ էին Հայաստանում, այսպես կոչված քաղ հասարակության ներկայացուցիչները Երևանում էին, խոսում են փոխվստահության մասին, այնտեղ նրանցից մեկը Ֆարհադ Մամեդով ռուսերեն լեզվով տված հարցազրույցում ես այսօր առավոտյան լսում էի, այնտեղ մի հատված կար, ասում էր դե մենք պետք է իրար վստահենք եւ այլն, եւ ինձ հարցնում են ինչի ես Երևան ասում, ռուսերեն նա Երևան էր ասում։ Պարզում է, որ ադրբեջանական հանրայինում տված հարցազրույցի մեջ ինքը լավ էլ Երևան է ասում։ Եվ ես կուզեմ, որ դա մեկնաբանեք, դա նորմալ է թե չէ, փոխվստահություն ձեռք բերելու ճանապարհին եւ այդ Դիլարա Էֆենդիևան դրա կերպարն է շատ հետաքրքիր։ Նրա ընտրությունը, այդ մարդուն ուղարկելու ընտրությունը։ Ես ուզում եմ սկսեմ գլոբալ շրջանակից, ֆրեյմվորքից կամ խորապատկերից, ես կարծում եմ, որ իհարկե շատ կարևոր է, որ հիմա, երբ որ խաղաղություն է հաստատվում, կա պայմանավորվածություն կամ կա նախաստորագրված փաստաթուղթ, բացվում են ճանապարհներ, արդեն Ադրբեջանը բացում է տրանզիտը Ղազախական ցորենի համար եւ այլն, նաեւ վստահաբար այլ բեռների համար, այս պայմաններում նաեւ քաղաքասարակությունը պետք է իրար հետ շփվեն։ Հիմա ասել, որ Ադրբեջանում կա քաղաքասարակություն, իհարկե շատ պայմանական է։ Մենք բոլորս գիտենք, որ ընդ մեծ մասը գոնգոներ են։ Այսինքն լրիվ վերահսկողության տակ են Ադրբեջանի իշխանությունների։ Այս անձանց նաև թվում նաև Ալիևի աշխատակազմի համայնա կից վերլուծական կենտրոններն եկան, նույն այդ Ֆարհադ Մամեդովը համայնա պետական պաշտոնյա է, ինչ քաղաքասարակություն, ձևի համար կարող են իրանք ասեն դա ՀԿ-ա վերլուծական կենտրոնա, բայց կից ադրբեջանական բանի ադմինիստրացիային կից համայնա գործող աֆիլիացված է ամենայն դեպս։ Բայց հարցը այդ չի, Արեգ Քոչինյանը իրենց մեջ կար Հայաստանի կողմից եւ ինքը հիմնավորում է, որ դե ուզենք չուզենք այդ մարդկանց հետ պետք է շփվենք, որովհետեւ իրական քաղաքասարակությունը փախած է, այո, եւ մենք էլ գիտենք, որ փախած է Ադրբեջանից, ովքեր իրոք պայքարում են ռեժիմի դեմ եւ չեն կարող չպայքարեն, որովհետեւ այդ ռեժիմը մարդու իրավունքների խախտող է, հետապնդող է, ժողովուրդների իրավունքների խախտող է նաեւ եւ այլն, պատերազմատենչ է, պատերազմներ հրահրող է, այդ ամեն ինչը քաղաքասարակությունը պետք է դրա դեմ դիմադրի։ Որ դիմադրել է կամ սպանել են, կամ նստեցրել են իրանց բանտերում, կամ փախել է։ Եվ Արեգ Քոչինյանը ասում է, դե մենք ընտրել ենք գոնե ստիպված այն մարդկանց հետ աշխատել, ովքեր այնտեղ գոնե եթերներում լսում են, խոսում են եւ կարող են այնտեղ հասարակական կարծիքի վրա ազդեն, որ դրական ինչ-որ բան է։ Ես խնդիր չունեմ։ Մանավանդ եւ այնտեղ սրբեր չեն կարող լինել, հա, այդ կեղծավորությունը միշտ է լինելու է, այո, կարող է ռուսել լեզվում ասեն Երևան, գնան իրանց լեզվով ասեն Իրևան, այդ լինելու է այդպես բաներ։ Բայց ինչ որ մի սահման կա, որից իմ կարծիքով չի կարելի անցնել, եւ այդ սահմանը չանցնելու համար պետք է նաեւ խորհրդակցել իրար մեջ, ես նկատում եմ Հայաստանի քաղաքասարակությունը եւ այդ կազմակերպիչները, ովքեր որ այդ բանը կազմակերպել են։ Հիմա չգիտեմ, Արեգ Քոչինյանը այս կենտրոններ թե ինչ որ մեկներ, որտեվ իրենք գիտեն, որ կա ցանցային կառույց, ինչպեսին է օրինակ Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումը, որը որ ադրբեջանցիների հետ շփման երկարատև փորձ ունի։ 9 թվականից, երբ որ Արևելյան գործընկերությունը ձևավորվեց, մենք բարբերաբար Բրյուսելում, այլ քաղաքներում, որտեղ հավաքվում են Հայաստանի, Ադրբեջանի պատվիրակությունները, այլ պատվիրակությունների հետ մեկտեղ շփում ենք ունեցել։ Եվ մենք երբեք չենք խուսափել շփումից։ Այդպես բահար չկա, այստեղ բան չկա, այլատիացություն չկա, էթնոֆոբիա չունենք, ադրբեջանցիների հետ նորմալ խոսել ենք, բարևել ենք, նստել ենք, որովհետև անկախ նրանից, որ էլի մեծ մասը գոնգոներ են եւ այլն, բայց իրանք էլ փորձել են իրաց մարդավարի պահել։ Շատ չենք կարողացել խորը համագործակցել, կուզեինք, չենք կարողացել, որովհետև Ալիևը արգելում էր 2004 թվականից հենց եկավ ինքը իշխանության, ինքը արգելեց ընդհանրապես շփումը եւ ով որ շատ խորանում էր այդ շփումների մեջ, ասում էին դու բան ես, հայկական շպիոն ես, բռնում էին։
Հիմա էլ կան քաղաքացիություն շատերը, այդ թվում մեր ֆորումի անդամ, ով որ գալիս էր ֆորումում հանգած քննադատում էր Ալիևին, հենց վայրեջք էր կատարում ինքնաթիռը Բաքվում, բռնում են այդ մարդուն, տանում են, այդպիսի մարդ կա հիմա նստած եւ էլի շատերը բռնադատված են այնտեղ։ Եւ մենք գիտենք ով է այնտեղ։ Եվ կարելի է ուղղակի այդ ցանկը կազմելուց համաձայնեցնում են, չէ, Հայաստանի կողմից ով ալնել, ունդեղից ով է։ Հաստատ կարային ասենք, կներեք այդ դիլերան գիտենք ով է, էլի մի ուղարկեք իրանց, եթե ուզում եք ամենագլխից սխալ հիմքերի վրա չդրվի այդ համագործակցությունը։ Էլի գիտենք գոնգոներեք, էլի գիտենք Ալիևական ենք, հասկացանք, բայց մարդու ով որ Լաչինի միջանցքում գնացել է այդ շրջափակմանը մասնակցել է, որ սովահարության մատնի Արցախի հայ բնակչությանը, այդ մարդուն մի ուղարկեք։ Այդ մարդուն նույնիսկ Արևելյան գործընկերության ֆորումը բոյկոտեց դրանից հետո։ Մեր խնդրանքով առաջարկով ֆորումը, այդ մեծ ֆորումը բոյկոտեց այդ մարդուն, էլ չի համարում պատվիրակ, եւ այդ մարդը ոտը չի դնում էլ ֆորում։ Որտեւ այդպիսի բան անընդունելի է անել, որտեւ բոլորը գիտեն դա Ալիևի հանձնարարությամբ գնացել են 150,000 մարդու սովամահության մատնեն։ Կներեք, Գազայում այդպես բաների համար ռազմական հանցագործություն որպես բան են անում։ Միջազգային քրեական դատարանը դատում է։ Հիմա դուք այդ մարդուն հրավիրում եք որ ինչ։ Ես հասկանում եմ որ չեք իմացել ով է, բայց դրա համար հարցն է։ Չէ։ Չեք իմացելով է հնարավոր չի։ Դե ես ենթադրում եմ համաձայն չեմ ներող եղեք ես երբեք չեմ միջամտում եթերում բայց որ չիմանան Հայաստանում դա սխալ է այդպիսի մարդկանց բերել դնել հիմքում այդ համագործակցության կներեք վաղ միսուր կարող է Ադրբեջանը ուզի Ռամիլ Սաֆարովին էլ ուղարկի պետք է ընդունեք ասեք դե իրանց մոտ ուրիշ մարդ չկա ընդունենք չէ այտենց չի իրանց մոտ մարդիկ կան գնացեք հա նույն Ֆարխադի հետ ոչ մի խնդիր չկա այլ շատերը կան ավել պակաս խոսացել են նաև մեր հասցեին ոչինչ Հիմա մեր պատվիրակության կազմից էլ մարդիկ կային, որոնք ընդունում են, որ ժամանակին սուր արտահայտություններ են թույլ տվել Ադրբեջանի հասցեին։ Ոչինչ, այդ բաները կարելի է աչք փակել։ Բայց որ մարդը կոնկրետ Ալիևի հանձնարարությամբ գնացել է ռազմական հանցագործության մասնակից է դարձել հայ ժողովրդի մի հատվածի դեմ, այդ մարդը պետք է պատասխանատվության կրի առնվազն միջազգայինորեն, ոչ թե գա ձեր հետ նստի։ Շարունակությունը այս նույն թեմայի մենք լսում ենք եւ տեղյակ ենք փաստերով, որ Ադրբեջանը շարունակում է զենք գնել։ Լսել ենք, որ Ռուսաստանից է զենք գնում եւ հիմա տեսնում ենք, որ Պակիստանից է ներգրում։ Դե հասարակության մեջ այդ հարցը անդադ բարձրանում է։ Այդ ֆոնին, երբ որ Ադրբեջանը շարունակում է զինվել եւ բանակը ուժեղացնել, Հայաստանում նախ բյուջեն, ռազմական բյուջեն ոչ միայն չի ավելացվել, այլ նաեւ տարբեր բացատրություններով նվազեցվել է 1 եւ երկրորդն էլ 2 օր առաջ մենք իմացանք, Փաշինյանը տեղեկացրեց, որ 2 տարուց ժամկետային զինծառայությունը կրճատվելու է, դառնալու է 1.5 տարի, ելի ժողովուրդը անհանգիստ է, այնտեղ զինվում է Մինչև ատամները այստեղ ոնց որ թե թուլացնում են այդ ամեն ինչը։ Հիմա տեսեք, այստեղ շատ կարևոր է հասկանալ որտեղ է իրական նվազեցումը, իսկ որտեղ է մանիպուլյացիա։ Համեցեք։ Պետք է համեմատել ոչ թե հենց նախորդ տարվա հետ բյուջեն, որը հիմա 1.5 միլիարդ է։ Որը որ մեր համախառն ներքին արդյունքի 5%-ը գերազանցում է, ՆԱՏՕ-ի մենակ Լեհաստանն է կարծեմ, որ այդպես ցուցանիշ ունի։ ՆԱՏՕ երկրները 1.5% են ծախսում։ Տրամպը գալիս էր սխվում էր ասում էր, «Սկի 2% չեք ծախսում, պետք է 5%-ի հասցնեք»։ Շատերը ասում են չենք ծախսելու, նույնիսկ հիմա կոնֆլիկտ կա, ասում է դե չծախսեք կհանենք, Իսպանիան ասում է չեմ կարա ծախսեմ, ասում է կհանենք ՆԱՏՕ-ից քեզ։ Պատերազմող երկիր չի, բայց չէ։ Հասկանալի է, բայց ինքը 1.5%-ի մասն է խոսքը, եւ ես ուզում եմ ասեմ, եթե նույնիսկ Իսպանիայի պես երկիրը ինքը բեռա իր համար այդ բանը Հայաստանի պես երկրի համար 1.5 միլիարդը պատկերացնում եք ինչ գումար է եւ այդ գումարի մեծ մասը գնացել է խոշոր պատվերի վրա ռազմական Հնդկաստանի հիմնականում գիտեք այո եւ այնպես չի որ տեխնիկապես հնարավոր է եթե նույնիսկ ուզեին այս տարի ավելի մեծ անեին ասենց մի օրում որոշեին որ լավ եկեք մի 0.5 միլիարդ էլ ստեղից զենք առնենք իսկ այդ զենքերը մեզ հա շատ կարեւոր զինատեսակներ կա որ մենք պետք է առնենք բայց չեն վաճառում օրինակ Ադրբեջանը գնում է Պակիստանից GF-17 40 ինքնաթիռ 40 ինքնաթիռ GF-17-ը բավականին լավ ինքնաթիռ է, բայց իհարկե այդքան հզոր չի, ինչ օրինակ մեր ունեցած Su-30-ները։ Բարեբախտաբար 19 թվին Հայաստանը գնեց այդ Su-30-ը, շատ կարևոր էր։ Ճիշտ է, ռուսական է, ինչ է, բայց ամեն դեպքում ինքը իր պարամետրերով ավելի հզոր է, քան այդ GF-17-երը։ Ավելին ասեմ, դա հնարավորություն տվեց ունենալով վերջապես կործանիչներ սեփական սովորացնել մեր օդաչուներին, որ կամաց-կամաց սովորեն։ Ու ինքը նաև քանի որ երկտեղանու է, հնարավոր է
8 հոգու, այդ 4-ի վրա 8 հոգու սովորացնել բարբերաբար, հա։ Իսկ այդ 8 հոգին, 16 հոգին, տենց կամած եթե ունենանք այդ բազան, իսկ մի օդաչու սովորացնել շատ թանկ աճուկ է, ասեմ ձեզ։ Արտասանում $1 միլիոն են ծախսում մի օդաչու պատրաստելու համար։ Դա կներեք, 40-50 միլիոն դոլարանոց ապարատներ են, ինքնաթիռներ են, որ լավ պարապած օդաչու չլինի, հանգարց մի սխալ բանանի տանի գլուխուտի այդ ինքնաթիռի 40 անգամ հաստատ, հա։ Ну, ասենք կարող է ինքը կատապուլտա անի, ինքը փրկվի, բայց ամեն դեպքում շատ կարևոր է լավ օդաչու ունենալը։ Եվ եթե մենք կործանիչի վրա սովորացնում ենք այդ օդաչուներին, իրենք վաղը միսօր եթե մենք հաջողվի, օրինակ գրիպեն առնենք Շվեդիայից կամ F-15 առնենք Միացյալ Նահանգներից, նու Ռաֆալները շատ թանկ են ուղղակի։ Իր տեսակը շատ լավն է որակը, բայց իր որակի համար շատ թանկ են։ Ինքը գրիպենի, օրինակ գրիպենը շատ հարմար է։ Ես մեր մասնագետների հետ որ խոսում եմ, ռազմական մասնագետների, ասում են գրիպենը ոնց որ հատուկ Հայաստանի համար ստեղծված է։ Լինի հիմա 100-ից 150 հատ Ուկրաինան է պատվիրել։ Եվ պատկերացնում եք 10 տարի են, ասել 10 տարում կտանք այդ 150-ը, այդքանը հեշտ չի արտադրելը։ Բայց մենք եթե հիմա պատվիրենք էլ նախ այդ պատվիրելն է բարդ, քանի մենք հապկի անդամ ենք, չեմ կարծում մեզ ինչ-որ մեկը գրիպեն տա, քանի Ռուսաստանի հետ նույն հակաօդային համակարգի մեջ ենք։ Այդ էլ պետք է այդ հարցը լուծվի։ Կներեք, Ռուսաստանը այսօր Ադրբեջանին արդեն պայմանավորվել են նորից էլի զենքեր են մատակարարում, այն դեպքում երբ որ մեզ գումարը մեր որ տվել են, ոչ գումարը միջև հետ չեն վերադարձնել, ոչ է զենքն են մատակարարել, ինչ որ փշրանքներ տվեցին, բայց հիմնական չեն մատակարարել։ Ադրբեջանի մատակարարում են, էլի այդ բոլոր էլի են ռուսաճորտիկների համար եմ ասում, որ շարունակում են իրաց ճղել, մենք Ռուսաստանի հետ պետք է լինենք եւ այլն եւ այլն։ Ռուսաստան ձեր գլխին անդադ խփելու է։ Ուղղակի գնացեք Ռուսաստան, թող ձեր գլխին խփի, ոչ թե մեր պետության գլխին խփի։ Հիմա այդ ավիացիան իրականում Հայաստանի համար շատ կարևոր է եւ իմ ունեցած էլի փորձագետների հետ որ խոսում եմ, այդ տեղեկություններով մեզ առնվազն 2 էսկադրիլյա կործանիչ է պետք։ Այսինքն 24 հատ, այսինքն ամեն էսկադրիլը 12 հատ է, մենք ընդամենը 4 ունենք, Su-30 ունենք, լավն են իրանք, բայց ընդամենը 4-ն են։ Եվ այս իմաստով իհարկե պատկերացրեք, թե ինչ գումարա մեզ պետք միայն այդ ավիացիոն, այդ մի բաղադրիչը ստանալու համար։ Կործանիչը իդեպ միայն ինքնաթիռների դեմ չի, ինքը բազմաֆունկցիոնալ է, ինքը նաև ցամաքային թիրախներ է խոցում եւ այլն։ Էլ չեմ խոսում դրոնների բանակը, որ պետք է մեծ քանակությամբ դրոններ, հազարավոր դրոններ, հա, որ լավ որակի նաև դրոններ։ Հիմա այդ կործանիչների պահով գրիֆոնները, գրիպենները ուրեմն 30-ից 40 միլիոն դոլար արժեն։ Ну, ասենք, եթե full complect-ով վերցնում ենք, ընդհանրենք 40-ից 50, լավ, 40 միլիոն եթե վերցնում ենք, մեզ պետք է ընդհանրենք 2 էսկադրիլյա, լավ, 4 ունենք 20, հա։ Տեսեք, ինչ թիվ է գալիս, հա։ 800 միլիոն, 800 միլիոնը 1 միլիարդ մենակ մեզ ավիացիայի համար է պետք, հա, որտեղ այնտեղ խարակից ծախսեր կա, էլի օդաչուների վերապատրաստման լրացուցիչ, որտեղ լավ, այս Su-30-ների վրա սովորած օդաչուները պետք է վերապատրաստվեն նաև, ճիշտ է, ավելի հեշտ է մի կործանիչից մյուս կործանիչ նստացնելը, քան 0-ից սովորացնելը, բայց մեկը այդ էլ լրացուցիչ վերապատրաստում է պետք, դա լավ լեզվի տիրապետում է պահանջում, նաև հիմիկվանից պետք է մտածեն դրա համար, մեր ուսումնական հաստատություն ունենք մենք ավիացիոն ուսումնարանը, որը պետքա այդ ուղղությամբ մտածի, որ ոչ միայն ֆիզիկա, մաթեմատիկա բան անի քննության համար, այլ նաև լեզու հիմիկվանից գոնե բազային գիտելիքներ ունենան, ընթացքում զարգացնեն, որ վաղը պետք կլինի մարդկանց, իսկ ես կարծում եմ, որ առաջիկայում արդեն կարիք կլինի նախորոք ուղարկել վերապատրաստման, որտեղ մի երկու ամսում չեն կարող վերապատրաստել, դա էլ տարի, 2 տարի կարող է տևի։ Այդ վերապատրաստման ուղարկած մարդիկ լեզու իմանան, հա։ Հարցեր կա, որ հիմիկվանից պետքա մտածել լուծել։ Ինչ եմ ուզում ասեմ, որ այդ խոշոր պատվերների դեպքում այդ ծախսերը կարող է մի քիչ տատանվի, կարող է այս տարի ցածր ցուցանիշ երևա ավելի, աննշան է իրականում նախորդ տարվա համեմատ իջել բյուջեն, բայց էլի նախորդ տարվա եւ այն տարիների համեմատ շատ մեծ է եւ Հայաստանի համար էլի եմ ասում, շատ ծանր բեռ է։ Եվ դա ռազմական մրցակցությունը միշտ չի որ այդ աշճանի արդյունավետ է, եթե դու գործ ունես մի երկրի հետ, որը որ ընդհանրապես սահմանափակում չունի։ Այնքան որ մեկը իրան ծախի, ինքը առնում է։ Եվ նման դեպքում իհարկե դիվանագիտական ջանքերը շատ կարևոր են, որ այդ խաղաղության հարցը լուծվի, որ ինքը ուղղակի չհարցակվի, իսկ դրա համար նաև որոշ երաշխիքներ են, իսկ դա առանց եվրոպական ինտեգրման, Եվրամիության անդամակցության դու չես կարող անես, որին զուգահեռ նաև ՆԱՏՕ-ի անդամակցության մասին պետք է մտածես, խորացնես ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները, հուսով ենք Ռուսաստանը այնքան կթուլանա, որ խնդիր չի առաջանա մեր ՆԱՏՕ-ի անդամակցության հարցը։
բայց զուգահեռաբար իհարկե դու պետքա ռազմական հարցերը լուծես եւ էֆեկտիվությունը բարձրացնես։ Հիմա դուք ասում եք 2 տարուց 1.5 տարի։ Գնայք այդ 2 տարին արդյոք էֆեկտիվ էր ծախսվում։ Հիմա այդ 1.5 տարին դարձնում, բայց նաեւ ուրեմն մասնագիտական պայմանագրային հատվածն են ուժեղացնում եւ այդտեղ եթե լավ վերապատրաստեն, այդ լավ վերապատրաստում 1000 անգամ ավելի արժեքավոր է, քան կես տարի ավել պահել պարապ ինչ որ մարդկանց, որոնք որ մաքսիմում, ասենք գնում են պոստերում կանգնում են, հետո հետ են գալի հոգնած, սկի ժամանակ ու հնարավորություններ չունեն նորմալ պատրաստվելու։ Այդ հարցերը կոմպլեքս պետքա լուծվի եւ էֆեկտիվության արդյունավետությունը բարձրացնելու շնորհիվ հնարավոր է այո արդյունավետ բանակ ունենալ նույնիսկ 1.5 տարի ուրեմն ծառայության պայմաններում եւ զուգահեռաբար իհարկե ճիշտ եւ լավ զավ զինատեսակներ գնելու որակյալ զինատեսակներ գնելու այդտեղ հարցը ոնց որ թե վերջին շրջանում կանգնած է, հա, մենք նորություն չենք լսում կամ գուցե պարզապես չենք լսում։ Ես հուսով եմ եւ ես կոչ եմ անում անպայման այդ բանակցեն հենց այդ գրիպենների ձեռբերման համար։ Գին որակ հարաբերության ինքը շատ ավելի լավն է։ Ադրբեջանին չեն տվել այդպիսի զենք, դրա համար աստիպված գնացել Պակիստանից GF-17 առել, այն էլ պակիստանցիները ավելի բարձր մոդիֆիկացիայի բաներ են հիմա Չինաստանից առնում։ Եվ նաև ինչ որ բաներ իրանք են սարքում էլի չինական կոմպոնենտներով, դրա համար էլ այս մի քիչ ավելի թույլ զենքերը ծախում են։ Եվ պատահական չի, որ արդեն 4-5 հատ բերե հասրել են, արդեն Ադրբեջանում ցույց տվեցին։ Պատրաստելու, սարքելու կարիք չունեն։ Եղածը վաճառում են Ադրբեջանի, որ իրանք վերազինվեն։ Բարի շնորհակալ եմ վերջին թեման նոր աղմուկ մեզ մոտ ինչու եմ բարձրացնում, որտեղ այս fake news-երը վերջի շրջանում fake news է, թե հաստատված news է, ես խնդրեմ դուք մեկնաբանեք նոր աղմուկ, նոր մեղադրանքներ Փաշինյանին մեղադրում են այն հարցում, որ նա Մեղրիում, Արքարայում տարածքներ է տվել, հետո կարծես հերքվել են, դուք գիտեք որևէ բան այս թեմայի շուրջ։ Շատ լավ է, որ բացահայտում եղավ եւ Հայաստանում հրապարակվեց նույնիսկ աղբյուրները, ոնց է Ռուսաստանում դա ստեղծել այդ կեղծ լուրը, ինչ որ թիթեռնիկ կայքեր կան, չէ, որ մի օրի ասես ծնվում են, լուրը տպում են, սուտ մի երկու հատ լուրեր արտատպում են տակը, որ տպավորություն ստեղծվի, որ դա լրատվական կայք է։ Այդտեղից թուրքերը վերցնում են արտատպում են, դա էլ պայմանավորված են, ադրբեջանցիները վերցնում են արտատպում են, եւ ըստեղ 5-րդ Շարասյան լրատվամիջոցները ծափ տալով սկսում են արտատպել ու տարածել։ Տեսեք, Փաշինյանը ոնց է ծախում մեր հողերը տվեց, ոնց որ 5 տարի ասում են, Սյունիքը տվին, հիմա էլ Մեղրին տվին, Մարգարայի շուրջ բոլորը տվեցին։ Հաստատվել է, որ դա կեղծ լուր է։ Այո, ապացուցվել է, ոչ միայն հաստատվել է, աղբյուրներով, թելերով ցույց տվեցին, որտեղից է եկել այդ հիբրիդային պատերազմի բանն է, գիտեք։ Հիբրիդային պատերազմի համար մեր քաղաքացիները պետք է պատրաստ լինեն։ Պատրաստ լինելու համար իրանք պետք է ուսումնասիրեն ցանկացած լուր, որ տպում են։ Հա, ասենք իմ դեպքում էլ ես էլ մեկ-մեկ լինում է, ասենք ինչ որ լուր է լինում, որ արժանահավատ է թվում, կարող է այդ պահին շատ չխորանամ ստուգեմ, բայց միայն եթե արժանահավատ է թվում, հրապարակեմ, բայց հետևորդներս երբեմն ասում են, որ ոնց որ թե կեղծ լուր է եւ այլ, միանգամից հանում եմ։ Դրա համար, բայց պետքա մարդիկ ամեն դեպքում փորձեն, եթե արժանահավատ չի թվում, գոնե ստուգեն առաջինը, որտեղ այդպիսի բազմաթիվ բաներ ստուգել եմ ու չեմ դրել, տեսել եմ, որ կեղծ լուր է։ Բայց երբ որ նաեւ, գիտեք, այդ հիբրիդային պատերազմին միանում են նաեւ մարդիկ, ում ես համախոհ եմ համարել, շատ իմաստներով համարում եմ նաև հիմա, հա, ովքեր եվրոպական ինտեգրման ջատագով են եւ այլն։ Դա արդեն մի քիչ զավեշտի է մոտենում։ Ինչ անշնակում դնես տարածես, որ բանը Ռոբերտ Քոչարյանը, որ գնաց Կիրիենկոյի հետ հանդիպեց, Կիրիենկոն իրան ընդեղ ասել էր, հույս չունենաք, մենք Նիկոլ Փաշինյանին ենք աջակցելու։ Դու էլ մոմ էր պահում, հա, երևի ինձ այդ խոսակցության ժամանակ։ Ու դրանից հետո Քոչարյանը գալիս է հայտարարում, որ ես մասնակցելու եմ նախընտրական արշավի ընտրությունը, ընդ որում իմ դեմքով։ Ուրեմն Կիրիենկոն իրան ասում է դու հույս չունենաս, ես Քոչարյանն եմ պաշտպան, բանը Փաշինյանն եմ պաշտպանելու։ Քոչարյանը գալիս ասում է ես մասնակցելու եմ։ Դա էլ տրամաբանություն է էլի այդ մարդկանց, ասենք շարանել կա, շարալանել, չափ ու սահման կա, էլի։ Հիբրիդային պատերազմի մաս եք դառնում ձեր ատելությունից, ձեր շարանելու այդ մաղձից ուղակի ելնելով։ Չի կարելի այդպիսի բաներ անել։ Պարոն Խուշյան, ես նախորդ հարցը հասեցի վերջինն է, բայց հիշեցի, որ կարծեմ այս շաբաթ էր այդ եվրոինտեգրման թեմայով Արադ Միրզոյանը Deutsche Welle-ին տված հարցազրույցում ասել էր, որ կամ մեկ այս ամիս տանք դիմումը անդամության Եվրամիություն կամ մեկ այս տարվա հաջորդ տարվա ընթացքում Իմ հարցս մեկն է, ոնց որ թե որոշակի արդեն նպատակի մասին ասվեց,
բայց շատ անորոշ ձևով, անորոշ ժամկետ ցուցադրվել։ Թե դա արդեն մեծ քայլ է, որ գոնե ժամկետ ուրվագծվեց։ Իհարկե, շատ ավելի որոշակի էր, քան մինչև այդ։ Մինչև այդ դեռ ժամկետ չէին ասում։ Ասում են դե հենց որ պատրաստ լինենք կդիմենք։ Բայց հիմա արդեն ասում են, որ անկախ նրանից պատրաստ լինենք չլինենք, փաստորեն կամ այս տարի արդեն, որտեղ Deutsche Welle թղթակից հարցնում է, ես լսել եմ մյուս տարի դիմելու եք։ Ինքը ասում է կարող է այս տարի դիմենք։ Այսինքն ես կարծեմ էլի ասել եմ, որ երկու տարբերակ կա, կամ միջև ընտրությունները իրենք նախընտրական ծրագրի մեջ են մտցնելու դա, կամ իրոք դիմելու են։ Հա, երրորդ տարբերակը որ ընտրություններից հետո 3 տարբերակ համարենք։ Ասենք կամ դիմում են միջև ընտրությունները, Եվրոմիության հայտ են ներկայացնում որ անդամակցության, կամ նախընտրական ծրագրում մտցնում են այդ հայտի գաղափարը, որպեսզի ժողովուրդը իրենց քվեն տալով նաև այդ գաղափարին հավանություն տա եւ մանդատ տա ըստեյության հայտ ներկայացնելու, որ ավելի ուժեղ կլինի, կամ ուրեմն այո, եթե ծրագիրը ներկայացնում են, ինքնիստինքյա արդեն ընտրություններից հետո արդեն հայտը ներկայացնում են։ Էլի եկավ երկու տարբերակ փաստորեն։ Այո։ Երկու, որտեվ երրորդ տարբերակը առաջինի շարունակությունն է ըստեյության։ Իսկ պատրաստ է Հայաստանը մենք դրանից առաջ միշտ խոսում էինք որ տնային աշխատանք ունենք անելու ոչ ամեն ինչն է համապատասխանեցված։ Անպատրաստ, այսպես անպատրաստ։ Ամենայն անկեղծությամբ ես լինելով Եվրամիության անդամակցության ջատագով զուտ սեպայի նույնիսկ կատարողականը մենք հələ չունենք, հիմա ընդլայնված տարբերակ ենք սեպայի համաձայնացրել, որ դեռ չի էլ կնքվում դա, բայց տարբերակներ կա, ասենք պարտադիր չի նու այն ձևով դու դիմես հայտը ներկայացնես, ոնց որ Ուկրաինան, Մոլդովան եւ բանն են արել, հա, Վրաստանն են արել ժամանակին։ Շատ հարցերում մենք նույնիսկ ավելի առաջ ենք կոռուպցիայի դեմ պայքարի հարցում, առնվազն Մոլդովայից եւ Ուկրաինայից առաջ ենք։ Բանի ազատ մամուլի, ազատ խոսքի հարցում, ժողովրդավարության հարցում այդ 3-ից էլ առաջ ենք, բայց այնտեղ Եվրոմիությունը, քանի որ ամեն դեպքում նախ եւ առաջ տնտեսական ինքը միավորում է, չնայած հիմա կամաց նաև պաշտպանական է դառնում եւ անվտանգային է դառնում, հատուկ նույնիսկ դիրեկտորատ ավելացրեցին պաշտպանության եւ անվտանգության հարցերով։ Ես Ռուսաստանի թեմայի շուրջ, չէ՞։ Հա, որտեղ արդեն խնդիր ունեն իրանք էլ ռազմականանալու եւ դա լավ է մեր համար, բայց ամեն դեպքում քանի որ հիմքը տնտեսականն է եւ իրենց հիմնադիր բոլոր փաստաթղթերի առանցքը տնտեսականն է, մենք մեր տնտեսական չափանիշներով դեռ պատրաստ չենք, բայց եթե դիմեն էլ ես միայն ուրախ կլինեմ։ Ինչի համար եմ դա ասում, որովհետև երբ որ դու նույնիսկ պատրաստ չլինելով դիմում ես, դու ուզես չուզես արդեն պետքա արագացնես այդ աշխատանքը։ Պարզապես մենք հիշում ենք, որ հունիսին է ընտրությունները, հիշում ենք մայիս ունենք, մայիսին մեծ միջոցառում է այստեղ միջազգային եվրոպական։ Ճիշտ է։ Գուցե հենց մինչև հունիսը, այսինքն անգամ ոչ ամբողջ մյուս տարի։ Շատ հնարավոր է եվրոպական համայնքի նիստը նկատի ունեք, եւ այն որ հիմա գնում է դիվերսիֆիկացիա մեր ապրանքային մուտքերի, ես կարող եմ կռահել, որ նաեւ դրա համար է արվում, որ եթե դու հայտ ներկայացնես Եվրամիության եւ ստիպած լինես անմիջապես դրանից հետո ԵԱՏՄ-ից դուրս գալ, ես միշտ ինչ էի ասում ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցը մենք պետք է որոշենք, որ այնպես դուրս գանք, որ նվազագույն կորուստներով լինի։ Այսինքն նենց գցենք բռնենք, որ այս պահին Եվրամիություն մտնելը, նո հայտը ներկայացնելը եւ բնականաբար մաքսային միասնական գոտի մտնելը, իսկ դա պետքա նախորդի Եվրամիության անդամակցությանը։ Դու պետքա դեռ այդ փորձաշրջանը ամեն դեպքում ասնես, ուզում հայտ ներկայացնես, ուզում չներկայացնես։ Դու ասոցիացիան համաձայնագրի եւ DCFTA մակարդակի բան պետք է, այսինքն միասնական մաքսային գոտի պետքա մտնես, մի հատ ապրանքներդ համապատասխանացնես, ստանդարտիզացիա անես, ներդրումներ անեն իրենք այդ հարցում եւ այլն, ոնց որ այն 3 երկրներում են անելու, որ գամած պատրաստ դառնաս, թեկնածու դառնաս, հետո նոր տեսեք ինչ երկար ճանապարհ է, բայց ԵԱՏՄ-ից դուրս գալու մասով կարող է եւ քեզ ստիպեն ռուսները, ասեն դե որ գնում ես ընդ դուրս արի, որ ճնշում գործադրեն դրա համար։ Իսկ եթե ճնշում գործադրեն, դու պետք է այլընտրանքներ ունենաս, այդ թվում Ցորենի, որ Վարտանիկը ինչ էր ասում, սովից կմեռնենք, որ հանգած գնանք դեպի Եվրոպա, ռուսները Ցորենես կկտրեն, չէ՞, նա բարձվում է, ուզում է կտրեն, ուզում է չկտրեն, կտրեն է Ղազախստանից կառնենք, Ուկրաինայից էլ հնարավոր է առնել, ճիշտ ավելի բարդ է։ Այդ որ ասում են հիմա ինչի՞ չեք Ուկրաինայից առնում, կներեք, ինքը ավելի թանկ է, ավելի լոգիստիկ շղթաներ դեռ պատրաստ չեն, իսկ այդպես երկաթգիծը փողեղ կա, այնտեղ բեռնում են, գալիս է, հասնում է Երևան։ Այսինքն համարում եք այս ղազախական Ցորենի Ադրբեջանով մուտքը, սա այդ պլանի նաև այո, այլընտրանքային ուղիներ գտնելու եւ Ռուսաստանին հասկացնելու, որ այդ ճնշումը մեր դեմ
կոնտրպրոդուկտիվ, այսինքն արդյունավետ չի լինելու, ավելի լավ է ճնշում չգործադրես, ավելի լավ է նորմալ հարաբերություններ տնտեսական պահպանենք։ Ոնց որ Վրաստանի հետ էս պահպանել, անկախ նրանից որ Վրաստանը ԵԱՏՄ-ի անդամ չի, երիկ չի, Եվրոմիության տեխնացու երկիր է։ Այդ ոնց է Վրաստանին չես ճնշում դրա համար, բայց մենք որ ուզում ենք դառնանք Եվրոմիության անդամ, հասկացնում ես, որ ԵԱՏՄ-ից դուրս կգաս, ել չեմ ասում, նաև ապրանքային ճնշումներ կարող անեն, բայց որպեսզի այդպիսի գայթակղություն Ռուսաստանում չլինի, դուք իրան ցույց տաս, որ ես ընտրանքներ ունեմ։ Ինչու եւ փաստորեն այս Արվում է, այդ ուղղությամբ փաստորեն այդ քայլերը արվում է։ Շնորհակալ եմ շատ Ես եմ շնորհակալ։ Շնորհակալություն սիրելի հայրենակիցներ, Ազատ քաղաքացի հասարակական կազմակերպության նախագահ, քաղաքական վերլուծաբան Հովսեփ Խուշուդյանն էր մեր զրուցակիցը, զրույցը վարում էր Գայան Արաքելյանը, բարին ընձեզ։